բան ես ասում, ուրեմն նայ, մի հատ ուրիշ անալոգիա անենք, նայ, դու անալոգիա արեցիր մարքեթինգի ու ուրեմն այդ եկեղեցու, հա, այդ ծառայության տրամաբանության, նայ նույնը, նայ ինչ իրանք ոնց են իրենց մարքեթինգ անում այդ աղանդավորները, որ նայեք, այնտեղ մունաթա, անհասկանալի լեզույա, դեպրեսիայա, եկեք մեր մոտ նայեք ոնց ենք տժում, նայեք, ամեն ինչ կա, բան կա, բարի խումբ կա, սիրուն աղջիկներ կան, նորմալ, լրվում ուրախ, բան։ Հիմա նայ նույնը անում է իշխանությունը, նայ աղանդավորական մոտեցում, էլ ինք ինչ ասում։ Ասում է, տեսեք, ընդդիմությունը դեպրեսիվ է։ Այո։ Այսօր եկան կպցրին եկեղեցին էլ դրան։ Այսօր ինքը ինչ ասում, ասում է եկեղեցին կործանման մասին է։ Եթե կործանում տեղի չի ունենում պետության հետ, եկեղեցին կորցնում է իր գործիքակազմը հարաբերվելու պետության հետ, այսինքն ասում է սուկ պիտի լինի, որ եկեղեցին ունենա գործառույթ, ինքը տենց անկալում եկեղեցին, նաև ընդդիմությունն է ինքը տենց անկալում, ասում է եկեք մենք տժանք, հեսա թաթանքը երկի, հորս արև լավ եմ անում, քեֆ կանենք, ուրախ բան, արա ձեզ պետք է այդ ընդդիմությունը, սաղ որ ինչ որ լացում են թե բա Արցախ 5000 երեխա, հողեր, բողեր, արա թարգեք, եկեք նայեք ստե ինչ փարթի է։ Ու այստեղ հաց ուտելիքի մասին լավ, այո։ Այն նույն անալոգիան է, պատկերացնում եք, չէ՞։ Աղանդավորական մոտեցում նարկոմանի ինչ որ թմրամոլության ինչ որ ուրախություն, ես իմ գործունեությունը որ սկսեցի այս մեդիայում, ես միանգամից ինչու անդրադարձա աղանդավորական այս թեմաներին, իմ առաջին այսպես տեսանյութերը, որոնք լայն տարածում գտան, հենց աղանդավորական այս թեմաներին էին վերաբերում, ես բավականին ակտիվ խոսում էի, եւ ես հասկանում էի, որ այս մարդիկ տիպիկ տոտալիտար կամ երբեմն խարիզմատիկ աղանդի մոդել են։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը ինքը շատ կոնկրետ աղանդ է։ Եթե դուք համեմատեք օրինակ միջին վիճակագրական Վերնատուն աղանդ կա, Աղոթքի տուն աղանդ կա Հայաստանում, այն թափում գործող մի խարիզմատիկ էլի տենց հովիվ ունեն, որի շուրջ հավաքված ու միշտ աղանդներում կա կոնկրետ շատ մեծ հմայվածություն իրենց հովվով։ Այո։ Իրենք ֆանատիկ սիրահարված են իրենց հովվին։ Այդպես որ հիմա նայում եք ոնց է, չէ՞, այս ոդկասթի ժամանակ Թակուի Ղազարյան, որ sense նայում է Փաշինյանին, դու իր մեջ իրանց ոդկասթի աղանդավորական փայլը դու տեսնում ես արդեն, ինքը այս sense նայում է ու ես օրինակ ասում եմ, այ օրինակ sense սիրահարված աչքերով նայում է, թե օրինակ ինքը պատարակ մատուցի Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչ տարբերություն կա։ Հիմա կամ Լուլուն